Գյուղացին ունի ահավոր մեծ ջրի խնդիր, ոռոգման ջրի խնդիր, որը նաև կարևորագույն հողագործությամբ զբաղվողների համար կարևորագույն կետերից մեկն է։ Թանկացել են հողերի հարկերը, թանկացել են բուժանյութերը և գյուղացին, որ նախկինում կարող էր արտահանել իր բերքը, այսօր նույնպես կանգնել է բարդացումների առջև։ Նախկինում ես ինքս որպես Պռոշյան համայնքի բնակիչ 1000 մետր տնամերձ հողատարածքի համար վճարում էինք 1000 դրամ փող, 900 դրամ։ Այսօր այն բարձրացել է 16 անգամ։ Այսօր 1000 մետրի համար վճարում է 16000 դրամ։ Ոռոգման ջուրը, որ մենք սեզոնային ջրումների ժամանակ կատարում ենք 1000 մետրի համար, օրինակի համար 2-3 հազար դրամ, այսօր 1000 մետր ջրելու համար մոտավորապես կազմում է 25-30 հազար դրամ։ Գյուղացին այսօր իր բերքը ստանալու համար չունի համապատասխան պայմաններ, միջոցներ։ Կոնկրետ մեր Պռոշյան անվանում կան բազմաթիվ անմշակ հողեր, բազմաթիվ։ Նաև ահավոր վատացել է անասնապահության վիճակը։ Նույն ոլորտում կան բազմաթիվ խնդիրներ։ Նայեք, գյուղացին մշակում է, տանջվում է, չարչարվում է։ Բուժանյութերը գնում ես, բերում ես, ժամանակին քուս հրսկումները կատարում ես, բայց չես ստանում այն որակ բերքը, որը դու կարող ես գոնե, եթե ոչ շահույթով, այլ գոնե 0 կանունես։ Պետությունը գյուղացուն տալիս է գյուղվարկեր։ Գյուղվարկ տալիս եմ ինչի համար։ Տալիս եմ, որ գյուղացին հաջորդ տարին գոնե ավելի բարելավի, ավելի շատացնի իր մթերումները, իր գործընթացը ավելի լայնի։ Բայց այսօր ունենք բազմաթիվ նման մարդիկ, ովքեր մոռացել են իրենց հողերի, իրենց ամեն ինչի մասին, մտածում են այդ վերցրած վարկերը ո՞րն է, որովհետև կանգնել են մեծ խնդիրների առջև։ Ինչպես նշեց պարոն Վարդանյանը, շատ ճիշտ տեղին մեկ դիտողություն արեց և ես համաձայն եմ այդ ամենի հետ, այսօր գյուղացին քիչ տուժված էր, նաև ներմարզային այս տրանսպորտների հարցը մտցրեցին արանքում, այժմ գյուղացին ոտքով է գնալու։ Առողջ ապրելակերպ։ Իրոք, երևի Անդրադառնում ենք ասիական հոգեբանության, այսպես հեծանիվներով և մոտոցիկլետներով պետք է տեղաշարժ։ Էդ էի ուզում ասել, կամ էլ վարչապետի հետևականությամբ պետք է գնանք հեծանիվներով արդեն երևի երթևեկություն։ 6500 հեծանիվներ, որ կրթության